Սասնա Ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կլինի առողջապահության նախարարության հսկողության ներքո։ Փոխնախարար Վահան Պողոսյանը նախարարություն այցելած հարազատների խոստացավ այսօր իսկ մասնագետ գործուղել դատապարտյալների հիվանդանոց։ Մենք մասնագիտական նոր խումբ հենց այսօր կազմակերպենք սահմանված կարգով կուղարկենք այնտեղ, դա կլինի այսօր թե վաղը, կգնան, կտեսնեն ինչի կարիք ունի ինքը, ինչ լաբորատոր գործիքային, ինչերը արվեր, մինչև ամբողջ հիվանդության պատմությանը կծանոթանան եւ տեղում, եւ Երևանի բժշկական կենտրոնում, կտեսնենք բուժման ու հետազոտման տակտիկաները, ուրեմն իմի կբերենք, ձեր մատնանշած բժիշկն էլ հետը, ուրեմն կազմակերպենք աշխատանքը։ Հովհաննես Հարությունյանի քույրը Թամարա Հարությունյանը հատկապես վերջին շրջանում ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին։ Քույրը պնդում է եղբայրն անհապաղ վիրահատության կարիք ունի, սակայն բժիշկները տարբեր պատճառաբանություններով հետաձգում են։ Որ ես իմացա նրա ոտը կտրելու ցանկության մասին, խելագարվեցի։ Հովհաննեսը երբ որ կանգնում է, իր ոտերը նախ ահա որ տարբեր են, մեկը մեկից այդ ոտը հիվանդ շատ նիհարել է միջև կոնքը։ Ու երբ որ 2 րոպեից ավել ինքը մնում է ոտի վրա, ուղղակի ցնցող է տեսարանը ոտի տարբերության, ցնցող։ Ես հեռու եմ այն մտքից, որ բժիշկները որևիցե մի առումով կամ ինչ որ փուլերում թերացել են, ինձ այսօր նոր ես խոսեցի բուժող բժիշկի հետ, երևի իրենք ուրեմն բոլոր գրառումներն արված են, հետազոտություններն արված են, բուժօգնությունը կազմակերպված է։ Մինչ փոխնախարարի մոտ գնալը Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով մտահոգ քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էին։ Նրանք օմբուդսմենից պահանջեցին միջնորդել, որպեսզի բժիշկներից ու հարազատներից կազմված պատվիրակությունը տեսակցի Հովհաննես Հարությունյանին։ Հարազատները պահանջում են նաև անհապաղ վիրահատություն, այդ հարցով օմբուդսմենն արդեն իսկ դիմել է իշխանություններին։ Մենք ակնկալում ենք, որ պատասխանը մարմիններից կստանանք հնարավորինս սերմ ժամկետում եւ այդպես էլ պահանջ է դրված հնարավորինս շե։ Հետևաբար այցելությունների ընթացքում վիճակի նման բաթարացում որպես այդպեսին չի եղել, ավելին չի եղել որևէ կոչ պաշտպանի կողմից, որ պաշտպանն ասում է վիրահատության կարիք չկա։ Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանը դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 26-ին Էրեբունու բարեկապահական ծառայության շենքի մոտ ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։ Նա մեղադրվում է շենքշինություններ գրավելու եւ ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու եւ կրելու մեջ։ Հովհաննեսը մեղադրանքը չի ընդունում։